Լուսարատին շարունակում է, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, որ օրը սկսում եք մեզ հետ, ողջունում ենք մեզ նոր միացած հեռուստահայտողներին, մեր նոր մեծ թիմին։ Դե ինչ, անցնենք կարևոր թեմաների, այսօր դեպ առաջին եւ հյուրերի հետ խոսելու ենք շատ կարևոր նախաձեռնությունների մասին, որոնց մասնիկը կարող եք հենց դուք դառնալ։ Եվ այսպես, մեկնարկել է ապագայի Հայաստան Լինո փորագրության լաբորատորիան, ստեղծագործական եւ կրթական նախագիծ, որը հնարավորություն կտա 8-ից 14 տարեկան երեխաներին արվեստի միջոցով արտահայտել իրենց պատկերացումները Հայաստանի ապագայի մասին։ Նախագծին մասնակցում են Երևանի, Ապարանի եւ Աշտարակի 30 երեխաներ, որոնք միավորվել են 5 խմբերում։ Ծրագրի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2026 թվականին սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում Շարլ Անձնավուրի հրապարակում Հայաստանի նկարիչների միության շենքի դիմաց։ Ծրագրի նպատակի արդյունքների եւ սպասելիքների մասին կպատմի մեր հյուրը։ Մեր հյուրն է նկարիչ Վիկտորիա Շահբազյանը։ Բարի լույս։ Բարի լույս Վիկտորիա։ Ինչու հենց 8-ից 14 տարեկանները եւ այս մասնագիտությունը։ Մի տեսակ ես առաջին հայացքից լսում եմ Լինո փորագրություն, սա ինչ են իմանալու ծնողները այս մասնագիտության մասին, ո՞նց են բերելու ձեր մոտ, այս մանրամասները կխնդրեմ։ Նախ շնորհակալություն հյուրընկալելու համար։ Ծրագիրը նախատեսված է 8-ից 14 տարեկան երեխաների համար, քանի որ մենք Սարեր մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ Իդեմոս Էռնարևազովայի դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն եւ ստացանք իրենց աջակցությունը, որտեղ պետք է 8-ից 14 տարեկան երեխաները մասնակցեն եւ Լինո փորագրությունը հենց այն տեխնիկան է, որը շատ բացահայտված չէ ոլորտում, կարելի ասել, բայց պահանջարկը կա։ Պահանջարկը կա, հատկապես վերջին 2 տարիների ընթացքում ավելի արդի է, կարելի ասել, եւ պետք է երեխաները գան աշխատեն իրենց էսկիզների վրա ապագայի Հայաստանը, թե ինչպես են պատկերացնում իրենց ապագան, սա շատ կարևոր է եւ հետո արդեն անցկացնեն իրենց էսկիզները լինոլյումի վրա, փորագրեն եւ վերջում ստանան արդյունքը։ Սա մի փոքր երկար ոնց process է, բայց շատ հետաքրքիր է, որտեղ երեխաները շատ մեծ ոգևորվածությամբ սպասելու են, թե ինչ է վերջում տպագրվելու։ Ստեղծագործական միտքն են ի վերջո զարգացնում եւ զբաղվածության եւ ավելի հոգեվոր այսպես խաղաղվելու ինձ թվում է նաեւ միտված է դա։ Շատ կարևոր է, հենց ես որոշեցի, որ պետք է այս ժամանակահատվածում անեն, որովհետև բոլորը դպրոցներից արդեն արձակուրդի մեջ են եւ զբաղմունք չունեն եւ հենց ոնց որ լաբորատորիան նրա համար է, որ գան ստեղծագործեն, հասկանան, ծանոթանան հաստոցի հետ, շատ կարեւոր է, որովհետև շատ դպրոցներում հնարավոր է, որ կարողանան իրենք ձեռքով իրենց անեն դա տպագրեն ձեռքով նաեւ, բայց ես ունեմ իմ արվեստանոցում հաստոց շատ մեծ, որը որ հենց հատուկ տպագրական հաստոց է եւ իրենք կարող են ծանոթանալ եւ աշխատացնել այս գործիքը եւ հասկանալ թե ինչումն է ամբողջ process-ը։ Շատ լավ, ովքեր են այդ 30 երեխաները, ինչու Ապարան, Աշտարակ ու Երևան, ինչպես են ընտրվել այդ երեխաները եւ արդյոք կարաճիկամ կան պլաններ իհարկե 30-ը դարձնել 60 եւ ներառել մյուս մարզերը։ Ինչու 30, որովհետև նախ շատ քիչ փոքր է տարածքը, ցավոք սրտի, բայց այն կա։ Եվ ինչու Ապարան, Աշտարակ, որովհետև նախ ցանկանում եմ, որ նաև մարզերից երեխաներն են, որովհետև այնտեղ մտածողությունը երեխաների այլ է, եւ իրենք ավելի շատ ոգևորվածությամբ են ամեն ինչ անում։ Եվ նաև մոտիկ է կարելի ասել, քանի որ գտնվում է տեղափոխվելու խնդիրը, հա, նաև լիներ։ Տեղափոխվելու խնդիրն էլ է հեշտ ստացվում, քանի որ մոտիկ է արվեստանոցին։ Այսինքն նրանք ամեն օր պետք է գան, ճիշտ ենք հասկանում։ Ամեն օր կարող են գնալ գալ, սակայն ես գրաֆիկ այնպես եմ կազմել, որ Ապարանից երբ որ գան երեխաները, պետք է մեկ օր գան, մի քիչ ժամային ավելի երկար կարող են մնալ եւ արդեն կարող են իրականացնել։ Թեպետ ինքը process-ը մի քիչ երկար է տևում, բայց հնարավոր, քանի որ առաջի գործն է եւ իրենք ոգևորվածությամբ պետք է անեն դա, ինձ թվում է արագ կանեն ավելի եւ արդյունքին հասնելու համար շատ, որովհետեւ կան գործեր, Լինո փորագրությունն իրենով շատ աշխատատար է, այսինքն եթե ինչ-որ մանր գործեր ես ուզում անես, պետք է երկար նստես, երկար փորագրես, բայց այս դեպքում, քանի որ առաջի գործն է, արագ ավելի կլինի։
Այն հեռուստադիտողները, ովքեր այսպես գուցե նաև զարմանքով կամ հետաքրքրությամբ լսում են, թե ինչ է լինոփորագրությունը, դուք հնարավորություն ունեք ներկա լինելու սեպտեմբերի 21-ին է կարծեմ, թե այսպես մասսայական բաց դասի նման չասեմ, բայց բաց հանրության համար լինելու, ովքեր կարող են գալ, ներկա լինել, տեսնել ինչ է իրենց երեխաներին նաև հետագայում այսպես շահագրգռել մասնակցելու այս դասընթացներին։ Եվ վերջնական արդյունքները ոչ միայն տեսնել, այլ նաև կընտրվի մի գործ, որը, խնդրեմ, Իրականում սեպտեմբերի 21-ին լինելու այո ցուցահանդեսը Շարլ Անձնավորի հրապարակում, որտեղ մենք պատրաստվում ենք ներկայացնել 30 երեխայի աշխատանք, այն աշխատանքները, որ տպագրվել են, եւ նախատեսում ենք նաեւ բոլոր երեխաների լինոլյումները տանել հրապարակ եւ ամեն այցելու կարող է գալ, ընտրել իր ապագա Հայաստանը, տպագրել պոստկարտի վրա եւ տանել։ Նաեւ երեխաները վերջում ունենալու են բոլորը իրենց 30 մասնակիցների տպագրված պոստկարտերը եւ շոպերների վրա ենք նաեւ տպագրելու եւ նվիրելու ենք։ Եվ նաև ինտերակտիվ է, այսինքն ցուցահանդեսի ընթացքում նաև այցելուները եւ բոլոր մասնակիցները կարող են իրենց նորից ընտրել ինչ լինոլյում են ուզում եւ տպագրել իրենց հետ հույժ տանել, այսպես ասած։ Շատ լավ որ ԿԳՄՍ-ն համագործակցում է եւ աջակցում է ձեզ, հուսանք առաջիկա մյուս տարի մենք արդեն ԿԳՄՍ-ի կողքին կտեսնենք այլ կառույցների, այլ հնարավորություններ գուցե այս հարթակները օգտագործելու մեծ, ավելի ընդարձակ։ Շատ լավ, կարգին անդրադառնալով նախագծին։ Նախագիծն արդեն մեկնարկել է, այ շատ հետաքրքիր դուք նշեցիք, որ մարզերի բնակվող մարզերի երեխաները մի փոքր այլ են համեմատած Երևանի երեխաները, որովհետեւ այլ պատկերացումներ ունեն, այլ գույներ ունեն եւ ամեն ինչում նրանք այլ կերպ են տեսնում ամեն բան։ Այ հետաքրքիր այս նախագծի ընթացքում, որը որ արդեն մեկնարկել է, ունենք ինչ-որ տեսանելի, ինչ-որ արդյունքներ, որ կարող ենք օրինակ համեմատել Երևանի երեխաների առած աշխատանքները, օրինակ աշտարակի ապարանի երեխաները, դու ինչպիսին է այդ ապագայի Հայաստանը, ինչին են ավելի շատ ուշադրություն դարձնում, ինչ կարող ենք ավելի շատ տեսնել։ Արդեն ապարանի մշակույթի դպրոցի երեխաներն են այցելել եւ տարբերությունն առնումա, որ իրենց աշխատանքներում ես տեսա, որ ամեն դեպքում բնության հետ իրենց կապը ավելի ամուր է եւ իրենց աշխատանքներում հենց հիմնական բնությունը եւ այդ մաքրությունն են նկարել, պատկերել եւ իրենց մտածողությունները շատ հետաքրքիր էր, թե աշխատանքի հետ կապված իրենց ողջավորվածությունն էր շատ հետաքրքիր, թե ինչա լինելու եւ իրենց դասատու հետ էին եկել եւ անգամ բարձրաձայնեցին, որ առաջի տեղն է, երբ որ իրենց դպրոցից բաց տանում է ինչ որ միտեղ, իրենք շատ մեծ ողջավորվածությամբ են գործանում եւ չեն ուզում գնան այդտեղից եւ երեխաներն էլ էին բարձրաձայնում, որ կարող են ժամերով մնալ եւ տեսնել թե ինչա ստացվելու վերջում։ Շատ լավ։ Հետաքրքիր է, օրինակ այս 2 ամսվա ծրագիրը մասնակիցներին ինչ է տալու, հա, այսինքն արդյոք իրենք բավարար կամ ինչ որ ստարտովի գիտելիք կունենան, օրինակ Գեղարվեստի ակադեմիան ուզում դիմել կամ ուզում են սա իսկապես դարձնել կարևոր մասնագիտություն են, հիմնական մասնագիտություն են ուզում երեխաները դարձնել, որքանով է սա այդ հարցում օգնում իրենց։ Առաջին հերթին այն է կարևոր, որ իրենք արդեն պատկերացում ունեն, թե ինչ է առհասարակ լինոփորագրությունը, որտեղ ոլորտը մի փոքր անհայտ է կարելի ասել, բայց զարգանում է եւ այո, հետագայում, եթե որոշեն, որ պետք է շարունակեն իրենց ուղղությունը արվեստի ոլորտում եւ դիմեն հենց զբաղվեն գրաֆիկայով, կարող են դիմել Գեղարվեստի ակադեմիա, իհարկե միայն մեկ փորագրությունն դա հերիք չի, բայց արդեն պատկերացում կունենան եւ եթե իրենք հասկանան, որ սեր ունեն այդ ոլորտի հետ, կարող են դիմել հենց Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժին, որտեղ անընդմեջ անցնում են այս տեխնիկաները։ Ինքդ ինչպես ընտրեցիր այս մասնագիտությունը, Վիկտորիա, դու եւս նշեցիր, որ այդքան էլ այսպես հայտնի չէ, շատ տարածված չէ։ Որտեղից եկավ այդ միտքը։ Նախ Թերնեմեզյան ավարտելուց հետո հենց իմ դիպլոմային աշխատանքը գրաֆիկայով էի արել։ Դրանից հետո այլ տարբերակ ոնց որ Հայաստանում շատ չկա, պետք է դիմես Գեղարվեստի ակադեմիա եւ բաժինները։ Բաժիններից մեկը, որտեղ ուզում էի, հենց գրաֆիկաներ եւ նախապես գիտեի, որ այդտեղ տարբեր տեխնիկաներ են ուսումնասիրում, ինքը իրականում բարդ process է եւ գրաֆիկա
գրաֆիկայով զբաղվող արվեստագետին շատ դժվար է, քանի որ միշտ չի որ քեզ ճանաչում են, որովհետև հասկանում են, որ այլ բան է, երբ որ կտավի վրա պատկեր ես ունենում, միանգամից գիտեն բոլորը, որ նկարել ես եւ պատկեր ունես, այլ բան է, երբ որ դու երկար ժամանակ ես ծախսում ինչ-որ փորագրության վրա, ինչ-որ տեխնիկայի վրա, որը որ process է անցնում եւ որից հետո նոր հասկանում ես, թե ինչ ես արել։ Շատ մեծ համբերություն է պետք ունենալ, երբ որ զբաղվում ես գրաֆիկայով եւ կարելի ասել շատ բծախնդիր պետք է լինես։ Այ հետարքի այս 30 երեխաների հետ վստահ եմ բացի այն, որ տարված եք process-ով, հա, բայց նաև ունենում եք հնարավորություն նրանց հետ շփվելու։ Ու շատ հետարքիր է, արդյոք կա այս հարցի պատասխանը նրանց կողմից ու որքանով են տարբեր, հա, Երևանի ապարանի աշտարակի երեխաների պատասխանները այդ հարցում, ինչու են ընտրել սա, ինչու է սա իրենց գրավել։ Նախ բոլոր երեխաները հենց արվեստի մեջ են, սա է կարևոր, այսինքն երբ որ գալիս են ինձ մոտ լաբորատորիա, իրենք արդեն արվեստի մեջ են եւ իրենց շատ հետաքրքիր է նաեւ տարբեր տեխնիկաներ ուսումնասիրել։ Ես իրենց պատմեցի նաեւ մի փոքր այլ տեխնիկաների մասին, որոնք գրաֆիկան առհասարակ ունի, որովհետեւ գրաֆիկան շատ մեծ տարբեր տեխնիկաներ ունի եւ մի փոքր պատմեցի այլ տեխնիկաների մասին, իրենք այդ տեխնիկաներով էին շատ ողջավորված եւ երեխաներին շատ հետաքրքիր են նորություններ, այսինքն միայն թղթի վրա մատիտով նկարել կամ կտավի վրա յուղաներկով նկարել այլ բաներ են ուզում հասկանան, տեսնեն, սովորեն։ Շատ լավ։ Արդյոք այս ծրագիրը նախագիծը հնարավորություն է տալիս ընդլայնվելու, այսինքն սա կարող ենք համարել, որ սա առաջին փուլն է եւ երկրորդ տարին, երրորդ տարին այն էլ ավելի կընդլայնվի, էլ ավելի մեծ հնարավորություններ կտա մասնակիցներին, դե իհարկե թվի մասին չենք խոսում, հնարավորությունների մասին։ Երբ որ ծրագիրը արդեն մեկնարկեց, երբ որ բաց կանչ էի դրել իմ Instagram-յան հարթակում, տեսա ողջավորվածություն շատ կար տարբեր երեխաների կողմից, նաև տարիքային տարբերություն կար, այսինքն ոչ միայն 18-ից 14 տարեկան, այլև բարձր ավելի տարիքային երեխաներ էին գրում, միգուցե այս տարիքային մեր տարիքի համար լինի եւ այլն։ Կարծում եմ, եթե ամեն բան լավ ստացվի, ինչու ոչ, կարելի է նաև շարունակել, ընդլայնել, նաև տարիքային սպեկտրը փոխել։ Հուսով եմ մասնագիտական առումով ինչպիսի էսպես սպեկտր կարող է սա ծածկել։ Եթե ուզենան օրինակ այս մասնագիտությամբ աշխատել, որտեղ կարող են կիրառել։ Նախ երբ որ գրաֆիկայով զբաղվում են, իրենք կարող են նաև դառնալ գրքի իլյուստրացիաներ անողներ, այսինքն սա 19-ից 20-րդ դարերում հենց գրքերը տպագրել են լինոփորագրության տեխնիկայով։ Իրականում ինքը շատ կարևոր ու պետքական մասնագիտություն ուղղությունն է, բայց ցավոք սրտի այսօր մասնագիտությունը երբ որ ընդունում են ամանավանդ երիտասարդները, իրենք նայում են որքանով է պահանջված ու հայտնի այդ մասնագիտությունը կամ շատ լավ եկամտաբեր լինի, հա, առաջնահերթ դրան են նայում, բայց հիմա սա կարծես թե ստվերում է մնացել այս մասնագիտությունը ու խնդիրը ոչ միայն պետական կառույցներին, այսինքն մաքսիմալ պետք է ել ավելի իրազեկել հասարակությանը, որ գոյություն ունեն նման մասնագիտություններ, որը շատ արդի է, շատ կարևոր է մեզ համար, այսինքն մաքսիմալ PR-վելու կարիք կա, ինչը կարծում եմ ԿԳՄՍ-ն այս անգամ ուզես միացել է, տեսել է կարևորությունը, տեսել է, որ այո, սա շատ կարևոր է, պետքական է, ու ես կարծում եմ, որ մյուս տարի երբ մենք հանդիպենք, շատ ավելի մեծ արդյունքների մասին ենք խոսելու դες հետ։ Ես նույնպես կարծում եմ, որովհետև արդեն շատ է զարգանում եւ տարբեր ցուցահանդեսներ է իրականանում Հայաստանում, թե արտերկրում, հենց գեղարվեստական տպագրության թեմայով, այսինքն միայն գեղարվեստական տպագրություն, որտեղ դա կլինի լինոլեում, քսիլոգրաֆիա, օֆորտ, տարբեր տեխնիկաները եւ ցուցահանդեսների քանակը կարելի ասել ահռելի է դարձել արդեն հիմա եւ կարծում եմ գնալով պետք է զարգանա։ Արտերկրում վստահ եմ, որ այս ուղղությունը, այս մասնագիտությունը շատ անգամներ այլ լեվելի վրա է գտնվում ու ինչ եք կարծում, արդյոք հնարավոր կլինի ներգրավել արտերկից մասնագետների, որքան որ դա հասկանում եմ, եւ ֆինանսապես բարդ process է, եւ տեխնիկապես է դա փոքր անհնարին չի, բայց շատ դժվար է։ Բայց արդյոք դա ինչ որ փոփոխություն եւ զարգ կտա այս ամենը ավելի զարգացնելու մեր մոտ։
Այո, կտա եւ 2 ամիս առաջ հենց քաղաքապետարանի նախաձեռնությամբ բոլոր արվեստի եւ կերպարվեստի դպրոցներ հրավիրվել էին արտիստներ Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Չինաստանից։ Այդ արտիստները, որոնք արդեն բոլոր դպրոցներ էին գնում եւ սովորեցնում էին հենց լինոփորագրություն եւ փայտի փորագրություն եւ շատ մեծ ոգևորվածություն կար բոլոր դպրոցների կողմից մասնագիտությունը արդեն արտերկրում կրկին ընկալելի է եւ ընդունելի մեզ մոտ է մի փոքր ուշացած նորից է գալիս, հա։ Այո, կարելի ասել այդպես, բայց կարելի ասել երեխաների մեջ արդեն հայտնի է դարձել այդ ծրագրի շնորհիվ։ Այդ մենք չգիտենք շատ մանրամասնացածորեն երեխաները։ Դա մենք շատ բան չգիտենք ու իմանում ենք մեր հաղորդաշրջանում մեր հյուրերի շնորհիվ։ Փաստորեն ուսումնական հաստատություններում այս մասնագիտությունը տեղ գտել է։ Ինձ ի սկզբանե թվում էր, որ այդքան էլ տեղեկացված չեն եւ անհասանելի բան է դարձել սա, բայց իրականում ուսումնական հաստատություններում լավ էլ կա այս մասնագիտությունը եւ լավ էլ արտի է ու լավ է պահանջված։ Ոչ բոլոր, որովհետև սա մի ծրագիր էր, որը իրականացվեց եւ բայց ամբողջ միտումը նրանում էր, որ ծանոթանան, որից հետո ավելի պատկերացումները կմեծանան այս տեխնիկաների մասին, թեպետ այն դպրոցում, որտեղ ես դաս եմ տալիս, Մինաս Ավետիսյանի կերպարվեստի դպրոցում, մենք կերպարվեստի դպրոցների մեջ միակն ենք, որտեղ անցնում ենք այս Շնորհիվ ձեր նաև որ տիրապետում եք։ Նաև։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, ցավոք սրտի չեք կարող դիմել, սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ, հետաքրքրվեցիք այս ամենով, բայց հուսով ենք սեպտեմբերի 21-ին կարող են ներկա լինել։ Սեպտեմբերի 21-ին բոլորից սիրով կհրավիրենք Շարլ Ազնավուրի հրապարակ ու իսկ մյուս տարի արդեն պատրաստվեք ձեր երեխաները եւս կարող են մասնակցել այս ամենին։ Շնորհակալություն։ Մեր հյուրներ նկարիչ Վիկտորիա Շահբազյանը եւ ուզում ենք հիշեցնել, որ մեկնարկել ապագայի Հայաստան լինոփորագրության լաբորատորիան։ Այս բանը ընդհատում ենք, որովհետեւ ունենք եւս մեկ հյուր, կրկին խոսենք շատ կարևոր նախաձեռնության մասին, մնացեք մեզ հետ։